Ինչ է նշանակում Հիսուս, փրկիչ, որտեղ Քրիստոսն եկել էր փրկության համար, մենք էլ մկրտվում ենք փրկության համար, հնույթ էլ պատվում էին փրկության համար, մենք մկրտվում ենք փրկության համար, եւ այս բանը մենք միշտ պիտի հիշենք, երբ քահանան մկրտում է, մկրտությունից հետո ասում է խաղաղություն քեզ օծյալ Աստծո, խաղաղություն քեզ փրկյալ Աստծո, այսինքն դու դարձար Աստծո օծված, Քրիստոսին եղբայրակից, ժառանգակից, որտեղ Քրիստոսն էր օծյալը, եւ դու դարձար փրկյալ, որտեղ Քրիստոսն էր փրկիչը, այսինքն դու արժանացար փրկության, եւ այս բանը մենք միշտ պիտի հիշենք, մենք Աստծուն ենք եկել փրկվելու համար, փրկվելու եւ երկնքի արքայության հասնելու համար, եւ դրա համար Աստված մեզ օծեց, Սուրբ Միրոնի օծությամբ օծեց, որպեսզի մենք զորանանք եւ մեր կյանքը Աստծո շնորհով կարողանանք ապրել։ Ինչ է Միրոնի օծությունը։ Աստվածային շնորհի իջում մարդու վրա, Աստվածային շնորհի տրում մարդուն։ Միրոնի օծման միջոցով Աստվածային շնորհ է տրվում մարդուն, որպեսզի մարդը կարողանա իր քրիստոնեական կյանքը ապրել, իր քրիստոնեական հավատքը պահել։ Մեղքի դեմ պատերազմելով ապրել Աստվածային օգնականություն, Աստվածային զորություն է տրվում մեզ այդ օծման միջոցով։ Եվ մենք միշտ պիտի հիշենք, թե ինչի համար ենք ապրելու։ Մենք պիտի ապրենք փրկության համար, երկնքի արքայության համար, որտեղ Աստված մեզ սրան կոչեց, ասելով՝ փրկյալ Աստծո, Աստծո կողմից փրկվածը, Աստծո կողմից օծվածը։